Մոտակայքում ով կա եկեք բոլորդ պրոսպեկտ Թումանյան Խաչմերուկ։ Ինչ ա եղել։ Ում եք տարել, ուր եք տարել, խե եք տարել։ Ճշտելու բանկա։ Ինչ կա ճշտելու։ Սերժը, մեր ու ձեր հայրենիքը սարքում է Ադրբեջան։ Մեր ու ձեր հայրենիքը սարքում է Ադրբեջան։ Ձեր կարծիքը պահեք ձեզ խնդրում։ Դա իմ կարծիքը չի։ Ձեր կարծիքը պահեք ձեզ։ Մենք մեր կարծիքը։ Ինչ եք մարդկանց խոչընդոտում։ Բոլորս ունենք մեր շրջապատում ընկերներ, ծանոթներ, հարազատներ, որոնք մինչև հիմա չեն հասկացել, թե ով է իրականում Նիկոլը ու իր թիմը։ Սա իսկական հիվանդություն է։ Այդ պատճառով էլ չի կարելի վիրավորվել եւ զայրանալ այս մարդկանց վրա։ Մենք ոչ ենք բարկանում մարդու վրա, երբ նա բարձր ջերմություն է ունենում կամ լյարդի ցիրոզ։ Ցավն այն է, որ առանց գիտակցելու նրանք կիսում են Նիկոլի բոլոր ամենասարսափելի մեղքերը եւ պատասխանատվությունը։ Նիկոլականները նման են այն կանանց, որոնց տղամարդիկ ծեծում են, դավաճանում եւ ծաղրում, իսկ իրենք անընդհատ ասում են. ոչ, նա ինձ սիրում է։ Բայց կա մի ձև, որը կարող է օգնել նիկոլիզմով տառապող ընկերոջը։ Մի բան, որն ազդում է Հայաստանում 100 մարդուց 97-ի վրա։ Սատանայի զենքը սուտն է։ Այդ ստով նա փորձում է թաքցնել իր իրական դեմքը։ Բայց միշտ կա մի ձև այդ իրական դեմքը տեսնելու համար։ Նիկոլի դեպքում դիմակը պատռելու ամենալավ ձևերից մեկը հենց իր գրած գիրքն է։ Այս գիրքը նա գրել է 2008 թվականին և վերատպագրել 2018-ին։ Այս գրքում երևում է Փաշինյանի այլասերված, պիղծ, փչացած, բոլոր կարմիր գծեր անցած դեմքը։ Երբ կարդում ես գիրքը, հասկանում ես, որ միայն այսպիսի սեռաշեղված պիղծ արարածը կարող էր այսքան բան անել հայ ժողովրդի գլխին ու չզղջար, ներողություն չխնդրեր, ամոթ չունենար։ Եթե մարդ չի ամաչում այսպիսի գիրք գրելուց, ինչպես նա կարող է ընդհանրապես որևիցե բանից ամաչել։ Սկսենք նրանից, որ ողջ գրքի տարբեր մասերում նա պատմում է սրան նրան բռնաբարելու մասին, մեկ դատախազին, մեկ հյուրանոցի աշխատողին, մեկ կույս տղաներին, մեկ արձանը, մեկ կտավը, մեկ էլ 120 կիլոգրամանոց կնոջ։ Մի քանի օրինակ գրքից։ Չէ, դու տեսար է դատախազ քածին։ Գիրք է գրել, ես քո լավի բերանը բայց գլխավորը չի գրել, ամենագլխավորը։ Ինչ նկատի ունես հարցնում եմ։ Ասեմ ախպերս, պարզ ասեմ։ Դու գիտես ինչու նա մեզ տանել չէր կարողանում, որովհետև մենք իրան չենք Էդ կնիկը հույս ուներ, որ մենք իրան մի լավ հերթով ու բոլորով, ու ինքը վերջապես առաջին անգամ իր կյանքում։ Նա հույսը վաղուց է կտրել եվրոպացի գոմիկներից և գիտի, որ միայն սերբական առնականությունը կարող է իրեն ստիպել դոշակը ճանկռել։ Այո, չէիք հաճի արդյոք տանել։ Ով տիկինը։ Եվ ամենևին պատահական չէր, որ սեռափոխվածներին Փաշինյանը վերցրեց իր անձնական հովանու տակ։ 147 էջը երբ կարդում ես, մտածում ես, որ ինչ-որ կնոջ մասին է խոսում, բայց չէ, պարզվում է, որ արձանն է ուզում բռնաբարել։ Շուտով հայտնվեցինք անտիկ հունական քանդակի սրահում։ Մարդու հավատ չի գալիս, որ հին աշխարհում կարող է քարը մշակելու այդպիսի տեխնոլոգիա լինել։ Մեկ էլ տեսնեմ Ֆրեդն ուսումնասիրում է մի կատարյալ գեղեցկուհու, քանդակի, նկատի ունեմ անտիկ հունական քանդակի։ Այդ մերկ գեղեցկուհին պառկել էր մեջքով դեպի ինձ, կողքի էր պառկած, բայց մի քիչ էլ թեքված էր փորի վրա, ոտքերն էլ կիսածալ արած։ Մոտեցա, ուղղակի հիանալի էր։ Նրա մարմնի ուրվագծերը զգլխիչ էին ու կատարյալ, հետույքը կլորիկ ու գրգռիչ, ոտքերը նրբին, մազերը արձակ։ Երբ մոտեցա, երևաց նրա կուրծքը, կատարյալ չափերի, պտուկը ցից էր ու առածկական,
արձանը կարծես ասում էր «վերցրու ինձ»։ Այնուհետև արձանը մոռանում, հիմա էլ թանգարանում մի հատ կտավ է տեսնում։ Նրա մի ձեռքին հրացան է, մյուս ձեռքին դրոշ, նրա դեմքը կենտրոնացած է, մազերը խռնվում են, իսկ նրա ուսերը, էրոտիկ ու գրգռիչ ուսերը, կրծքերը, փարթամ ու պիրկ կրծքերը մերկ են։ Լուվրում նայում էի այդ կնոջն ու սեռական գրգիռներ զգում։ Մեկ արձանից է գրգռվում, մեկ կտավից, մեկ էլ մի հատ անկապ աղջկա թևի տակի մազերից։ Վարտիքի ժլատ կտորի տակից դուրս էին պրծել մի քանի գանգուրներ, որոնք ասես հարցնում էին կռահիր, թե ինչ կա այստեղ։ Պաուլան ցուցադրում էր թևի տակ աճած կարճ մազերը, որ ահավոր գրգռիչ էր։ Դե կույս տղամարդկանց մասին էլ չենք խոսում, նրանք հատուկ տեղ ունեն։ Չնայած ես գժվում եմ կույս տղաների համար։ Նախ, երբ դառնում ես նրանց առաջինը, դա երաշխիք է, որ ամբողջ կյանքում քեզ չեն մոռանա։ Եվ հետո, նրանք դողում են վախկոտ նապաստակի նման եւ որպես կանոն առաջին իսկ ներթափանցումից։ Նիկոլը եւ նրա նմանները կողմ են միասեռական ամուսնություններին։ Պիղծ Նիկոլի համար նորմալ է, որ տղամարդը տղամարդու հետ ամուսնանա, կինն էլ կնոջ հետ։ Տոկիոյում, միայն Տոկիոյում հասկացա, որ այսպիսով նրանք ուզում են երկրագնդի վրա ունենալ մեղքից զերծ իրենց տարածքը, ունենալ մի փոքրիկ ամուսնական մահիճ, որտեղ ինչ էլ անելու լինեն, արածը մեղք չի համարվի։ Երբ Հայաստանում էի, միասեռական ամուսնություններն ինձ լկտիության ցույց էին թվում։ Հայաստանից հեռու հասկանում ես, որ այդ մարդիկ գիտակցված, թե ենթագիտակցորեն, ուզում են ընդամենը, որ իրենց սերը մեղք չհամարվի։ Շարունակում ենք ընթերցել գիրքը։ Այնպես որ չադրան կարելի է համարել նաև չարտոնված սեքսի համազգեստ։ Համենայն դեպս ուրիշ ոչ մի զգեստ այդպես հարմար չէ այդպիսի գործունեության համար։ Արա այ լակոտներ, դուք լրիվ եք, 25 մանեթով են էլ 5 հոգով, աճուկներն իրար սեղմած գորգորում էր նա։ Կատոն դեռ ոչինչ, մի անգամ մի գեր, շատ գերկնոջ հանդիպեցի, եթե չչափազանցնեմ, երևի մի 120 կիլո կլիներ, բայց ուզում ես հավատա, ուզում ես ոչ, այդ պահին ինձ թվաց, թե պատրաստ եմ նրան սիրահետել մինչև վերջ, չէի կարողանում հայացքս նրանից կտրել, նա ինձ ահավոր դուր էր գալիս, և ջանք էր պետք գործադրել նրա գիրկը չնետվելու համար, Զուրաբի ասածը երկրորդեցի ես, նետվեիր, հանդիմանեց նա, ամուսնու հետ էր, գենացվալ է, արդարացա և շարունակեցի, և ես հասկանում եմ այդպիսի կնոջ կողքին ապրող տղամարդուն։ Այս գրքում գրեթե յուրաքանչյուր էջ պարունակում է այլասերված երազանքներ, երիտասարդ տղաներ լինեն, թե 120 կիլոգրամանոց կին, թե արձան, թե կտավ, Նիկոլը նկարագրում է դրանց բոլորին բռնաբարելու ցանկությունները, մնացած էջերը լակելու ու լափելու մասին են։ Բացի բոլոր շեղվածություններից, ասենք, որ գրքում Փաշինյանը պատմում է, թե ինչպես է ինքը փախչում երկրից 2008 թվականին։ Մարտի 1-ի դեպքերից հետո, երբ Արևմուտքը ձախողեց Հայաստանում հեղափոխության փորձը։ Փաշինյանը Սորոսի միջոցով կեղծ անձնագիր է ստանում և $10,000 գումար ու երկար ժամանակ թափառում է երկրից երկիր։ Իդեպ ասենք, որ Արևմուտքը, որը փորձում էր հեղաշրջում կազմակերպել Հայաստանում 2008 թվականին, նույն հեղափոխություններից կազմակերպել էր նաև Ուկրաինայում, Վրաստանում, Հարավսլավիայում, Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի 17 երկրներում։ Ամեն տեղ առանց բացառության այդ թավշյա հեղափոխություններից հետո 100,000-ներով մարդիկ են մահացել, տարածքներ են կորսվել, մարդկանց կյանքը հազարապատիկ անգամ վատացել։ Փաշինյանը ինքն է գրում իր գրքում, որ իրեն Սորոսն է ֆինանսավորում։ Ֆրեդը իհարկե ինձ տվեց պահանջված գումարը, բայց համենայն դեպս հետաքրքրվեց, թե ով է մարելու պարտքս։ Սորոսը,
հանգիստ ասացի ես։ Հարկ է նշել նաև իր ցուցադրած ատելությունը ռուսների վերաբերյալ։ Նրանք անհամբեր սպասում էին, թե երբ պետք է ռուսական զորքերը հեռանան իրենց գյուղերից։ Ես հասկացա, որ նրանք հենց այս պահին էլ կարող են վերադառնալ։ Նման վերադարձը հնարավոր է։ Սակայն վրացիները չէին ցանկանում իրենց բնակավայրերում ռուսների հետ համակեցության անգամ 30 րոպեանոց փորձ ձեռք բերել և ունեին մի ներքին որոշում չվերադառնալ այնքան ժամանակ, քանի դեռ ռսի անիծված ոտը չի հեռացել իրենց տներից։ Հիմա ամենակարևորներից։ Այս մարդը ինքն է գրում, որ այս հողերը մեզ պետք չեն։ Սիրտը ուզում է, որ դաշտավայրն իրենը լինի, որ Պամիրի լեռները փշրվեն իր հայացքի ներքո։ Ուղեղն ասում է, մասի համար չի կարելի ամբողջը վտանգել, և առնվազն պետք է հայտարարել, բարձր հայտարարել, որ այդ դաշտերը մեզ պետք չեն, որ մենք պատրաստ ենք այդ հողերը վերադարձնել հանուն խաղաղության։ Չի բացառվում, որ կլինեն նիկոլականներ, որոնք կասեն, թե այդ գիրքը նախկիններն են գրել, բայց դրան էլ միջոց կա։ Մտնում եք Google և հավաքում եք երկրի հակառակ կողմը ու կտեսնեք բազմաթիվ հաղորդումներ, որտեղ ինքը Նիկոլը ներկայացնում է այդ գիրքը։ Վերջերս նա այցելել էր վիրավոր զինվորներին և հենց այս գիրքն էր նվիրում նրանց, որ կարդան, իրենից բան սովորեն։ Ինքը Նիկոլը, որ նախկինում այդքան ղժղժում էր ամբիոններից, թե բաներ ձակ, փեսա, բոլորին գործ եք տալիս, ինքն էլ հենց եկավ պաշտոնի, անտաղանդ անգրագետ դերասանին իր աներձակին սարքեց պատգամավոր, ոչ մի բանից փորձ չունեցող ու ոչ մի բան չհասկացող եղբորորդուն էլ պատգամավորի մանդատ տվեց։ Սանիկին, Քավորին, որ 4-րդ դասարանը հազիվ ավարտած լինեին, նվիրեց մարզպետի և պատգամավորի պաշտոնները։ Իջևանցի դասընկերոջը դարձրեց ոստիկանապետ։ Դե հարստանալու մասին էլ չեմ խոսում։ Միայն ու միայն իր և իր թիմի գնալուց հետո կիմանանք, թե ինչքան են թալանել։ Կիմանանք, թե Աննա Հակոբյանը ինչպես է Հայաստանի գործարարներին ռեկետ արել։ Այդ գործարարներից կբացահայտվի, որքան գումար են տվել սույն տիկնոջը, որքանն ենափոխանցել իր հիմնադրամներին ու մնացած գումարներն ինչ է արել։ Կիմանանք, թե համահայկական հիմնադրամի գումարները ինչու չեն պատերազմի ժամանակ նպատակային ծախսվել, այլ բյուջե են փոխանցվել ու հոդս ցնդել։ Հետո միայն կիմանանք այն, որ Նիկոլը հպարտ ասաց, թե բա Գյումրու տնակների համար 3 միլիարդ դրամ են տրամադրել, որ այդ հարցը լուծվի։ Այդ գումարով ինչ են արել։ Փաշինյանի օրոք ոչ մի ընտանիք տնակից դուրս չի եկել, բացի մասնավոր նախաձեռնություններից։ Այդ փողերը ինչ են եղել։ Ոչ մի հասարակ ընտանիք Նիկոլի ժամանակ ավելի լավ չի սկսել ապրել, ոչ մի, բոլորի վիճակը ավելի է վատացել։ Օրենքով քողարկված թալանի մեջ է մտնում նաև $2 միլիոն Նիկոլի կառավարական առանձնատան վերանորոգման գումարը։ Այդ գումարով հնարավոր կլիներ Գյումրիում 200 ընտանիքի ապահովել բնակարաններով կամ էլ տներ կառուցել։ Չմոռանանք նաև ֆիքսել, որ պատերազմի ժամանակ տատիկ-պապիկները իրենց թոշակներն էին նվիրում։ Իսկ Նիկոլի չտես թիմը ազգային ժողովի նիստին որոշեց պարգևավճարները բարձրացնել։ Նիկոլական ընկերը նույնիսկ չի գիտակցում, թե ինչպես է լինում, որ իրենք և ադրբեջանցիները պաշտում են նույն մարդուն, Նիկոլին, որ իրենց հերոսը Ադրբեջանի ազգային հերոսն է։ Այն ադրբեջանցիների, որոնք ընդամենը մի քանի ամիս առաջ հայի գլխի համար $100 էին տալիս։ Եվ որպես վերջաբան կրկին երկրի հակառակ կողմը գրքից։ Ամենահրեշավոր պատերազմն այն է, երբ կողմերից մեկը տեղյակ չէ դրա մասին, չգիտի, որ ինքը պատերազմի մեջ է, որ պատերազմ են մղում իր հողում, իր տան մեջ։ Ամենահրեշավոր պատերազմն այն է, երբ նրա աղմուկ աղաղակը
թեթևքում է ծաղկի երկու բարի, երաժշտության ու համերգների, պարգևների ու օվացիաների խառնի ճաղանջ շխորի տակ։ Այդ ալիքների տակ է, որ խլանում են գերեվարվածների հառաչանքները, զոհերի մայրերի, քույրերի, կանանց ողբը, ովքեր իրենք անգամ չեն կռահում, որ իրենց որդիները, եղբայրներն ու ամուսինները զոհվել, գերեվարվել, կործանվել ու ավարտվել են պատերազմի դաշտում, չունենալով անգամ պաշտպանվելու հնարավորություն, չիմանալով անգամ, որ իրենց դեմ պատերազմ է մղվում, որ ահա գտնվում են պարտության և որ հասի շեմին։